Երևանի քաղաքապետի նոր խորհրդական է նշանակվել Սերգեյ Հովակիմյանը։ Ուզում եմ ներկայացնել Երևանի քաղաքապետի նոր խորհրդական Սերգեյ Հովակիմյանին։ Շնորհավորում եմ, պարոն Հովակիմյան։ Երևանի էլեկտրատրանսպորտի ենթակայանների կառավարման թվայնացման արդյունքում տարեկան կտնտեսվի 100 միլիոն դրամ գումար։ Զեկուցում է Երևանի էլեկտրատրանսպորտ փակbaşնետիրական ընկերության տնօրեն Սարգիս Բեջանյանն ու ներկայացնում թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Երևան քաղաքում տրոլեյբուսների էլեկտրամատակարարումը իրականացվում է թվով 23 ենթակայաններով։ 2025 թվականի ընթացքում ստեղծվեց ենթակայանների մշտադիտարկման և կառավարման նոր թվային համակարգ, որը ապահովում է տրոլեյբուսների կոնտակտային ցանցը սնող ենթակայանների աշխատանքի ամբողջական վերահսկումն ու օպերատիվ կառավարումը միայն մեկ կենտրոնացված հեռաղեկավարման համակարգից։ Բեջանյանը տեղեկացնում է, նոր համակարգը թույլ է տալիս հեռավար կարգով հետևել ենթակայանների աշխատանքին, գնահատել տեխնիկական պարամետրերը, միջամտել սարքավորումների աշխատանքին, իրականացնել հսկողություն ենթակայանների հակահրդեհային անվտանգության և կողմնակի անձանց։ Այս տեսակ անտեսանելի պրոցեսներ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տարբեր հիմնարկներում և ընկերություններում մենք շատ ունենք, բայց շատ կարևոր է նաև աշխատանքները պարբերաբար ներկայացվեն։ Ինչպես նշեց պարոն Բեջանյանը, այս պրոցեսների թվայնացման շնորհիվ Երևան քաղաքը տարեկան մոտ տնտեսելու է 100 միլիոն դրամ և այն ինչը որ արվում էր մեխանիկական ձևով, հիմա արվում է արդեն ավտոմատացված, թվայնացված։ 2025 թվականի ընթացքում 4140 թափառող կենդանի է տեղափոխվել կենդանիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ի կլինիկա։ Նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն է ներկայացնում Հարություն Առաքելյանը։ Տեղափոխված կենդանիների նախնական հետազոտություններից վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուց հետո 2703 թափառող շուն ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ։ 671 կենդանի, որոնք արդեն նախկինում մեր կողմից ստերջացած են եղել, վերապատվաստվել են կատաղություն հիվանդության դեմ։ Կուզեմ նշել, որ կատաղություն հիվանդության նկատմամբ այս խիստ դիտարկումները կամ ուշադրությունը մենք սկսել ենք 2022 թվականից հաշվի առնելով հիվանդության վտանգավորության աշճանը կամ վտանգավոր լինելը ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար։ Անցյալ տարի 766 կենդանու անկում է գրանցվել, իսկ 83-ը որդեգրվել է կենդանիների խնամքով ու պաշտպանությամբ զբաղվող տարբեր անհատների հասարակական կազմակերպությունների կողմից։ Հարությունյանի այս հայտարարությունից հետո Ավինյանն արձագանքում է։ Շատ գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկին մենք ենք որդեգրել, բայց պարոն Առաքելյան, շատ եմ խնդրում այլևս կնոջը շունչ տալ, մեր տանը էլ տեղ չկա, 3-ն են նրանք արդեն։ Իսկ փետրվարին օդի որակի վերաբերյալ չափման սարքերն ինչպիսի ցուցանիշներ են արձանագրել, բնապահպանության վարչությունից են տեղեկացնում։ Երևան քաղաքում շինհրապարակներում տեղադրված օդի մոնիտորինգի 178 սարքերից ստացված տվյալներով 2026 թվականի փետրվար ամսվա միջինացված տվյալներով PM2.5-ի արժեքը կազմել է 95, իսկ PM10-ի համար կազմել է 47։ Այս արժեքները գտնվում են լավ կամ չափավոր միջակայքերում։ Եվ ինչ կարող ենք եզրակացնել սրանից։ Այս տարի, պարոն քաղաքապետ, փետրվար ամսի ցուցանիշները ավելի ցածր են աղտոտվածության ցուցանիշները կամ նախորդ տարի եւ ըստ երևույթին դա եղանակային պայմաններով, օդերուտաբանական ընդհանուր պայմաններով պայմանավորված ցուցանիշների նվազում էր։ Ավինյանը հեգնում է։ Փետրվար ամսին կարող է բոլոր ավտոմեքենաները կանգնեցին եւ Երևանը դարձավ մի մեծ անտառ, որ տենց բարելավվեց մեր օդի որակը։ Սա ցույց է տալիս շինարարությունը կանգնեց, մենք էլ չէինք շնչում։ Այս ամենը փաստում է եւս մեկ անգամ, որ մարտածին աղտոտման աղբյուրները շատ փոքր դեր ունեն ընդհանուր գլոբալ պատճառների մեջ։ Երևանում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում մեծամասամբ պայմանավորված է եղել մթնոլորտային շերտի մթնոլորտային առաստաղի բարձրությամբ, ասաց Ավինյանը։ Փաստացի բոլոր աղտոտումները, որոնք որ առկա են եղել այդ 1200 մետրի վրա, խտացնում են
80 եւ 100 մետրի վրա եւ սա տեղի ունենում ոչ միայն Երևանում, սա տեղի ունենում ամբողջ Արարատյան դաշտավայրում, Վեդիում, Արտաշատում, Թուրքիայի տարածքներում եւ պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով եւ բնակլիմայական պայմաններով։ Ավինյանը երևանցիներին վստահեցնում է այն աղտոտման մակարդակը, որ նոյեմբերին է արձանագրվել, այլևս չենք տեսնելու, չնայած որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարության, ավտոմեքենաների եւ մարդկանց շարժի, հնարավոր մարդածին բոլոր աղտոտումների ակտիվ սեզոն է։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։